Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ մենք այսօր շարունակում ենք քննարկումը Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի եւ Քոչարի կուսակցության նախագահ Արտաշ Սարգսյանի մասնակցությամբ ողջունում եմ պարոն Նայք, եւ մենք շարունակում ենք այս քննարկումը ընթանում է այն տրամաբանության մեջ, որ Անտապանը շարունակում է ծանոթացնել իր լսարանին այն քաղաքական կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կամ քաղաքական ուժերի ծրագրերի հետ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել առաջիկա ազգային ժողովի ընտրություններում։ Եվ այսպես այսօր մենք քննարկելու ենք ազգային անվտանգության հետ կապված հարցերը։ Պարոն Հովհաննիսյան, երևի առաջին հարցս ուղղեմ ձեզ, ընդհանուր է այդ հարցը, իհարկե պարոն Սարգսյան, ձեզ էլ կխնդրեմ այդ հարցին պատասխանել։ Մեր աչքի առաջ է ընթանում պատերազմը Իրանում, բոլորս հետևում ենք, բոլորս գիտենք, ինչ հետևություններ կարող է անել Հայաստանը իր համար այս փուլում, անցած այս մեկ ամսվա ընթացքում, ամսի 28-ին արդեն մեկ ամիս է լինելու, այդ 4 շաբաթը, ինչպես Թրամփն էր ամենասկզբից ասում, ինչպես է գնահատում ընդհանուր իրավիճակը։ Պարոն Հովհաննիսյան, համեցեք։ Իսկապես մեր տարածաշրջանի համար սա մարտահրավեր էր եւ լուրջ մարտահրավեր եւ Հայաստանի համար առավել եւս մարտահրավեր էր, որովհետեւ Հայաստանը փաստորեն կարողացել էր կայունացնել իր հարաբերությունները հարևանների հետ պատերազմական իրավիճակից հետո, երբ մենք կորցրեցինք Արցախը, եւ այս իրավիճակում այդ մարտահրավերը բնականաբար որոշակի ֆոն է ստեղծել, այ դուք սկսեցիք ձեր խոսքը նախընտրական թովուբովի մասին, վկայակոչելով նախընտրական թովուբովը, ահա այս իրավիճակում մեզանում առավել սուր է ընկալվում այդ հարցը, թե արդյոք կհաջողվի պահպանել այն փխրուն խաղաղությունը, որը հաստատվել էր մեր եւ Ադրբեջանի միջև։ Հաստատվել է եւ որը անշուշտ յուրաքանչյուր հայ մարդ իր մաշկի վրա զգում է, որ այդ խաղաղությունը կա, քանի որ սահմանին չեն կրակում։ Իսկ դա տեղի է ունեցել 30 տարիների ընթացքում եւ այդ կրակոցներից 30 տարիների մեջ 400-ից ավել հայ զինծառայող է այդ այսպես ասած զինադադարի պայմաններում զոհվել 30 տարիների մեջ, գոնե այսօր հասկանալի է, որ չեն զոհվում, ուստի իսկապես խաղաղություն կա, որքանով էլ որ ուրեմն տիտրոսային ընդդիմությունը, որը ներկայացնում է երեկվա իշխանությունը, նախկին իշխանություններին ասեն, որ այդ խաղաղությունը չկա, այդ խաղաղությունը այնուամենայնիվ փխրուն խաղաղությունը կա, գոյություն ունի եւ մեր ազգաբնակչությունը բնականաբար մտահոգված է արդյոք կհաջողվի թեկուզ այդ փխրուն տեսքով խաղաղությունը պահպանել առաջիկայում։ Եվ այստեղ է որ հնչեցին շատ մտահոգիչ հայտարարությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չնվաճի, ոչ միայն չվերահաստատի իր դերակատարությունը ներկայիս ձայների քանակությամբ, տեղերի, մանդատների քանակությամբ ազգային ժողովում, այլ նաև չնվաճի սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում, ապա արդեն սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սա քաղաքական ուժերը գնահատեցին որպես շանտաժ եւ կուզենայի, որ էստաֆետը փոխանցելով ես որովհետև մետա քաղաքականությամբ եմ զբաղվում, այսինքն քաղաքագիտությամբ, դա մետա քաղաքականություն է, քաղաքագիտությունը, իսկ պարոն Սարգսյանը գործող քաղաքական գործիչ է, կուսակցությունը նոր գրանցվել է, ինքն էլ լինելով գեներալ լեյտենանտ, ինքը
նման ճգնաժամային իրավիճակներում եղել է իր ուրեմն իր հարուստ կենսագրության ժամանակաշրջանում ես կուզենայի որ ինքը մեկնաբաներ արդյոք պատերազմի վտանգ կա վերսկսման վտանգ կա եւ արդյոք ներքաղաքական իրադարձությունները իսկապես կարող են վճռորոշ դեր ունենալ պատերազմ կամ խաղաղություն այս դիլեմի հարցում Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ հարցի համար, պարոն Հովհաննիսյան։ Զգամ, որ այս ճգնաժամը ունի թե դրական, թե բացասական կողմեր մեր երկրի համար։ Մի փոքր դրականից խոսանք, հետո անցնենք բացասականներին։ Ուրեմն, այս միջանցք հասկացողությունը, որ նոյեմբերի 9-ին մեր ժողովրդի լեզվով ասած վզին փաթաթված էր պետք է լիներ Պուտինի ուղի, դարձավ Տրամպի ուղի, որը որ ժամանակավոր Ադրբեջանի ղեկավարի նույնիսկ կարգախոսերը եւ ելույթները փոխեց։ Այսինքն այն որ պլանավորվում էր սահմանային կոնֆլիկտներ, պլանավորվում էր լայնածավալ հարձակումներ, իրոք փոխեց եւ Հայաստանը ձեռք բերեց կարելի է ասել հարաբերական ինչ-որ խաղաղություն։ Հիմա այստեղ մի քիչ կա ոչ համաձայնություն պարոն Հովհաննիսյանի հետ, որ զինվորներ չեն զոհվում, այստեղ ես կարող եմ մի փոքր կասկած ունենալ, այսինքն հաշվի առնելով զորամասի այրումը, հաշվի առնելով ինքնասպանությունները, որ չգիտենք մեր ազգը միանգամից դարձավ հիստերիկ, թե դրանք այսինքն դիվերսիաներ են, բայց թաքցվում են գործող իշխանությունների կողմից, երբ որ լսում ես մոր, հոր ելույթները, որը որ նորից չի թույլատրվում, լսում ես դասատուների, հասկանում ես, որ այդ ինքնասպան լինող տղան, իրոք, ասենք, ինքնասպանության չէր գնալու, այստեղ մի քիչ կարելի է ասենք մտածել, որ արդյոք թվերը նույնն են ու մեր ամենագիտուկ վարչապետն էլ որ ներս է մտնում եւ անում է հայտարարություն տալիս է վերսիա, հա, այսինքն որ վարկած է տալիս, որ եղել է այրում, դա արդեն նախաքննությունը ուղղորդել է եւ դնել ճնշումի տակ։ Մի խոսքով զոհերի քանակի հետ մի քիչ կարելի է մտածել, արդյոք պակասել է եւ չունենք մենք ինֆորմացիա չունենք Հիմա ըստ օդում տարածվող լուրերի նույնիսկ ՆԳՆ նախարարուհին ընտրություններից առաջ արգելել է այդ հանցագործությունները տպագրեն, նույնիսկ այս երեխայի մահն էին ուզում պահեն, մի խոսքով ամեն ինչ սպասելի է։ Հիմա դրական կողմերը այս կոնֆլիկտի։ Ամենամեծ դրական կողմը, որ մեր արևելյան հարևանը հասկացավ, որ Պարսկաստանը խաղ չի անելու, եթե նրանք փորձեն ուժի ձևով ճեղքեն դեպի Նախիջևան, Պարսկաստանը խփելու է։ Սա ամենադրական կողմն է, որ Պարսկաստանը հաշվի չի առնելու ոչ մի գերպետության կամ ոչ մի գերպետության գործիքի, ոչ Թուրքիային հաշվի առնելու, ոչ Ռուսաստանին, սա այս ճանապարհը նրանց համար կյանքի ճանապարհ է եւ նրանք չեն թողելու, որ այս ճանապարհը փակվի։ Սա գնում ենք սցենարը, որ ժողովրդի համար հասանելի սցենարը, հիմա կանցնեմ իմ վերսիային։ Սա դրական մյուս կողմն է, որ Ադրբեջանը հասկացավ, որ եւ այն բաները, հա, ակնարկները, որ նրանք ստացան Նախիջևանի օդանավակայան, Իսրայելի հոբ համակարգի անգործունելությունը նրանք հասկացան, որ այդ իսրայելյան եւ ռուսական հոբ համակարգերը անպաշտպան են, շատ խոցելի են, ոչ թե խոցելի են, այլ շատ խոցելի են եւ պարսկական այս պատերազմի վիճակը, վարելու վիճակը, սա փոխեց ամբողջ անվտանգության ճարտարապետությունը, սա փոխեց պատերազմի էկոնոմիկան, ստեղծվեց մի նոր պատերազմ, այս ասիմետրիկ, որ մենք քանի տարի է եկել ենք, ասել ենք
պետք է ասիմետրիկ պատերազմ տանել, պետք չի վախենալ Թուրքիայից, հակառակը, եթե Թուրքիան խառնվի, ավելի լավ մի անգամ քիթը կկոտրի, մեզ չեն լսում։ Պարսկաստանը ցույց տվեց, որ կարելի է հզոր պետությունների հետ տանել ասիմետրիկ պատերազմ, այսինքն պարսկական դրոնները շատ վտանգավոր են։ Վտանգավոր չեն այդ ինչքան պայթուցի կա իր վրա, վտանգավոր են, որ նրանք շատ էժան են։ Այսինքն $30,000 դրոնին քո հոп համակարգը այնքան է ծանրաբեռնվում, մի քանի միլիոնանոց ռակետներով պետք է խոցես, դու չես կարող այդ դրոնների հետևից հասցնես, այսինքն պարսկական դրոնների վտանգավորությունը նրանց էժանությունն է։ Նրանք 2 օրը մեկ դատարկ դրոն են ուղարկում ամբողջ այս ծոցի երկրներին եւ որտեղ իրանք ձեռը հասնում է, նրանք առաջին անգամ հասցրեցին հարված, ասենք Տանզանիայի ուղությամբ կղզի, հա այդ Գարսիային, հա, որը որ 3000 եւ ավել 4000 կիլոմետր հա, ասում են։ Տանզանիայից մի քիչ ներքև է գտնվում այդ Գարսիա անգլիական բազան, որը որ համարվում էր, ասենք, դրախտավայր, հա։ Հիմա սա էժանությունը եւ քանակը երևի։ Էժանությունը եւ քանակը 2 օրը մեկ նրանք դատարկ դրոն են ուղարկում ամբողջ ծոցի երկրներին եւ պարալիզացում է ամբողջ համակարգը, չվերթներ չկան, 2 օրը մեկ նստած ուղարկում են, 2 օր թողում են, 2 օրը մեկ ուղարկում են, 2 օր, այսինքն էկոնոմիկան այդ ծոցի երկրների այդ քարոզչությունը, որ Դուբայը կամ Օմանը կամ Քատարը դա դրախտավայր է, դա ինվեստիցիաները այդ փլվեց եւ 50 տարի նրանք չեն կարողանալու հետ բերել։ Հյուրանոցների գները Ատլանտիսը $20, Բուրջ Խալիֆան $50, մարդիկ Բուրջ Խալիֆայում բնակարան ունեն, արգելված է բարձանան իրանց բնակարանները, այսինքն խախտեց ամբողջ պատերազմի էկոնոմիկան։ Հիմա մյուս դրական կողմը, որ կարելի է ասել ինչ կերպ դրական, որ մեր հասարակությունը հասկացավ, որ այս իշխանության տարած քարոզարշավը, որ խաղաղություն ենք բերում, դա հարաբերական է եւ երեկվա մեր արտաքին գործերի նախարարի ելույթը, որ էլի նա տանում էր, որ խաղաղություն չի կարող լինի, մեր ժողովուրդը հասկանում է, որ այս քարոզարշավը, որ մոնոպոլիզացրել էր իշխանությունը եւ ընդդիմությունն դրա դիմաց ոչ մի, ասենք, հակադրություն չուներ կամ նոր ծրագիր չուներ, Փաշինյանը մոնոպոլիզացրել էր, բերում խաղաղություն, մեր հասարակությունը հասկացավ, որ դա չիրականացնող խաղաղություն, այսինքն ոչ Դուբայն էր ուզում, ոչ Արաբական Էմիրություններն էր ուզում պատերազմ, ոչ Քատարը, ոչ Բահրեյնը, ոչ Քուվեյթը, ոչ Սաուդյան Արաբիան, այս 6 երկրները պատերազմ չէին ուզում։ Նրանք համոզում էին, հասկանում եք, որ պատերազմը չսկսվի, քանի որ տեսնում էին հետևանքները, բայց իրանց ոչ ոք չլսեց։ Եվ այն հարվածը, որ Պարսկաստանը հասցնում է այդ երկրներին, չէ, այսինքն դա արդեն լոգիկայից դուրս է։ Նա չի հասցնում, որ սրանք ճնշում գործադրեն Ամերիկայի կամ Իսրայելի վրա, ոչ, նրանք արդեն ճնշումը գործադրում են, ոչ, նա հասցնում է, որպեսզի ստեղծի գլոբալ կրիզիս։ Եթե այս խնդրը իմ հաշվարկով 6 ամիս շարունակվի, աշխարհի 50%-ը ընկնում է մթության մեջ, էներգետիկ սուր կրիզիսի եւ չեմ վախենա այդ բառից մթության մեջ, հա, դառնում է լույս չլինելու 6 ամիս, եթե շարունակվի։ Հիմա Ամերիկայի ծրագրերը, որ նա մտածում էր, թե մտնելու են, Իրաքի պես հաղթեն։ Իհարկե Իրաքի ընդդիմությունը զինված էր, դա մի ուրիշ երկիր էր, Պարսկաստանում չստացվեց։ Երկրորդը շիա բնակչության աճը, մեծ աճը։ Նրանց հիմնական ծրագիրը Պարսկաստանից հարված է, Պարսկաստան եւ Պակիստան հարվածն էր, որը որ չի կարա կայանա, այսինքն եթե ես ասել եմ մեր հայերը այնքան հիմար գտնվեցին, որ 1400 տարվա կոնֆլիկտը շիա սունա բերեցինք, միացրեցինք մեր գլխին, միատել Իսրայելին բերեցինք մեր գլխին, ամերիկացիք մեզանից հիմար գտնվեցին, նրանք Պակիստանում մոբիլիզացրեցին, իսկ շիա բնակչությունը այնտեղ օֆիցիալ նրանք քիչ կասեն, բայց ես ասում 40%-ը մոբիլիզացրեցին բոլոր այդ իսլամական երկրները եւ ստացվեց մի թարս
խաղ, որին որ պատրաստ չէին։ Ցամաքային օպերացիա պլանավորում են, դա իհարկե հիմարություն է, Պարսկաստանը ինքը հանդիսանում է բնական ամրոց, Բալոջիստանի կողմից անապատներ, այս կողմից լեռնաշղթա, որը որ Սադամը պարտվեց հենց այդ լեռնաշղթաներում, Կասպից ծովից լեռնաշղթա, մի խոսքով անիրատեսելի Պարոն Սարգսյան, այս ամենը մեզ իհարկե շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր ամենայն դեպս ձեր այդ վերլուծությունը։ Դե մենք էլ, ինչպես ես ամենասկզբում ասացի, մեզ էլ հետաքրքրում է սա ինչ դասեր կարող ենք քաղել մենք, ինչ հետևություններ մեզ համար կարող ենք անել մենք, գոնե այսքանը, որքանը մենք դեռ տեսել ենք։ Դուք ասում եք 6 ամիս, Իրանը դեռ պետք է 6 ամիս չհամաձայնվի երևի թե կարողանա դիմակայել, որպեսզի շարունակի։ Նա դեռ կարծես թե պատրաստ չէ, պարոն Հովհաննիսյան, դուք էլ կարող եք ասել։ Իրանը դեռ չի համաձայնվում, չնայած Թրամփը ասում է նրանք ուզում են դադարեն պատերազմը, ես եմ ուզում դադարեն պատերազմը, բայց դեռ պարզ չէ։ Կհաջողվի այնուամենայնիվ հիմա դադարեցնել պատերազմը, թե այն կերկարաձգվի։ Համենայն դեպս նորից հետ եմ գալիս իմ հարցին, այս պահի դրությամբ ինչ հետևություններ մեզ համար, մեր անվտանգության, չգիտեմ, տրամաբանության անգամ։ Տեսեք, ասեցի, ամենակարևորը ժողովուրդը հասկացավ, որ ոչ մի խաղաղություն չկա, երկրորդը այս իշխանությունները մեծ կոնֆլիկտ են հրավիրում մեր հող։ Դա խոսքը գնում է նախ մայիսյան հանդիպման համար, գագաթնաժողովի համար, որտեղ որ հրավիրված են 47 պետություն, Ռուսաստանը հրավիրված չի եւ Ռուսաստանը արդեն շատ կոշտ արձագանքել է, որ այդ Եվրոխորհրդի գագաթնաժողովի դա ընտրություններից առաջ է, ոնց դա պետք է ինչքան հիշում 16-ին լիներ, բայց տեղափոխվել է ընտրություններից առաջ։ Վտանգ, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, որ Ռուսաստանը կարող է Պարսկաստանի միջոցով մեզ հարվածի։ Եվ ես ասել եմ, թիրախները հիմնականում որն են, ԱՄՆ-ի դեսպանատունը Պարսկաստանի համար շատ լավ թիրախ է, այսինքն այդ գագաթնաժողովը հիմա կատարել կռվի զոնային մոտիկ, հա, որ ամեն րոպե կարող է ոչ չվերթային գոտի հայտարարվի, հյուրերը չկարողանան գան, հյուրերը չկարողանան գնան, ինչպես որ Դուբայում հազարավոր տուրիստներ չեն կարողանում լքել, ես դա տեսնում եմ նախ ոչ պրոֆեսիոնալ եվրոպական ղեկավարների կողմից, բայց ես տեսնում եմ դա սադրանք Ռուսաստանին սադրելու համար, որ մենք ամբողջովին ձեր տիրապետությունից այս երկրները հանում ենք, այսինքն հրավիրել Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Թուրքիա եւ գալ, սա Ռուսաստանի համար դիտարկում է, որ քողարկված ՆԱՏՕ-ի ինչ-որ մի հատ արշավ մեր երկրում, հա, անունը փոխեն դնեն Եվրոխորհրդի ինչ-որ հանդիպում, գագաթնաժողով, բայց իրականում Ռուսաստանը սրան նայում է ՆԱՏՕ-ի ինչ-որ մի… Պարոն Սարգսյան, դուք մտահոգված եք, իսկ այդ եվրոպական երկրները, Եվրամիության երկրները, որ իրենց ղեկավարներին են ուղարկելու, այսպես ասած, մտահոգված չեն լինելու, կարծում եք, պատերազմը չավարտված, կարծում եք, կկայանա այդ հավաքը։ Դա առաջին հարցն է, երկրորդը Ռուսաստանին կվերաբերի իմ հարցը։ Դրա համար ես ասեցի, իմ անձնական կարծիքը Ռուսաստանի մեթոդները իմանալով այդ բոլշևիկյան, մենք կարող են գտնվել հարվածի տակ եւ որը որ ձեռքը… Եթե կայանա այդ հանդիպումը, այդ… Դե հիմա այսօր կայանալու է։ Անպայման։ Եվ չեն վախենալու, որ այն ամենից ինչ պարոն Սարգսյանը հիմա… Չէ, այստեղ կա մի բան, որ այնուամենայնիվ նախ ասեմ, որ այդ ֆորմատը այն ֆորմատն է, որը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ եւ սա առաջի նմանատիպ գագաթնաժողովը չի լինելու, այլ արդեն հերթականն է։ Բացի դրանից պետք է հաշվի առնել այն, որ Իրանի հարցում Եվրոպան եւ մասնավորապես Ֆրանսիան սուր քննադատել է
Բարի, այդ դեպքում պարոն Սարգսյանի ասածը չի ստացվում։ Ստացվում է, որ Իրանը շատ բարյացակամ է այդ այսինքն սա եվրոպական ֆորմատ է եւ եթե հաշվի առնել որ պատերազմը նախաձեռնել է նախագահ Թրամփը, պատերազմը նախաձեռնել է նախագահ Թրամփը Իրանի դեմ եւ եթե դա եթե հաշվի առնել այն որ եվրոպական տերությունները շատ մտահոգ են եւ ձեռնպահ են եւ հրաժարվեցին մաս կազմել Միացյալ Նահանգների գործողություններին հրաժարվեցին ինչից Թրամփը դժգոհ է նույնիսկ Թրամփը հողորտում է որ դժգոհ է ՆԱՏՕ-ից իր դաշնակիցներից եւ այլն եթե դա հաշվի առնել ապա իհարկե Իրանը ես կարծում եմ որ չի գնա նման քայլի ես չեմ ասում որ հնարավոր է որ այս երկու ամիսների ընթացքում բանակցությունները այնուամենայնիվ կայանան որտեղ բանակցությունների լինելիությունը հաստատել է Պակիստանի ղեկավարությունը եւ Թուրքիայի ղեկավարությունը որոնք հավակնում են միջնորդական դերին այդ բանակցությունների կազմակերպման մեկ վարքյան եթե կարելի է վերադառնանք պարոն Սարգսյանի ասածին պարոն Սարգսյանը մատնանշում է պարոն Սարգսյան այստեղ փոքրիկ հակասություն եմ ես տեսնում ձեր դիրքորոշումների մեջ պարոն Սարգսյանը ասում է եթե այդ հավաքը լինի Ռուսաստանի գործոնը վտանգավոր է ճիշտ եմ հասկանում եւ Ռուսաստանը դուք ասում եք կարող է գործել Իրանի միջոցով ոչ միայն Ռուսաստանը այստեղ Չինաստան Ռուսաստան բայց Իրանի միջոցով Թե իրենք այլ միջոցներով Դե հիմա տեսեք հիմա չէ Հովհաննիսյանն ասում է Իրանը դրական է վերաբերում եվրոպական երկրներին Հիմա գանք Եվրոպային Եվրոպան միակ պատճառը որ չի խառնում ներսի մահմեդական բնակչության քանակն է այսինքն ներսին անվտանգության հարցը հենց է դրված եթե Ֆրանսիան խառնվի կամ Գերմանիան խառնվի կամ Անգլիան խառնվի ներսի բնակչությունը այնքան շատ է մահմեդական որ նրանք ներքին անվտանգության ազգային անվտանգության հարցեր կունենան հազիվ Ֆրանսիայի Փարիզի մերը մահմեդական չընտրվեց հա մի 4 օր առաջ հազիվ արդեն մահմեդական էր բայց դա չի նշանակում որ մյուս ընտրություններին մահմեդական չի լինել Եվրոպան վաղուց գույնավորվել է կանանչադառել հիմա այդ Մակրոն դրանք ես նայում եմ նշանակովի ղեկավարներ հասկանում եք դրանք չէին կարող ինքն իրանց գլխից ասեն մենք չենք խառնվելու բայց Եվրոպան այնց կրակի մեջ կընկնի եթե նրանք հիմա խառնվեն ու դա չի նշանակում որ նրանք չեն խառնվելու հետագայում ես իմ կարծիքը վաղուց ասել եմ այս պատերազմի սկզբի դա Էփշտեյնի իհարկե ֆայլի օրակարգից հանելն էր այս պատերազմը պետք է լիներ քանի որ դրանից առաջ այդ Քուվեյթ եւ Իրաք պատերազմը սկսվելու ոչ ոք աշխարհը չընդունեց եւ պետք էր ավելի մեծ կոնֆլիկտ առաջ բերել հիմա ինչքան շատ երկար այնքան շատ ուժեր են խառնվելու Չինաստանը Պարսկաստանի վրա ունի լծակ իհարկե ունի եթե Չինաստանը Պակիստանի վրայի լծակը կորցնի այդ ժամանակ Պակիստանը խառնվելու է պատերազմի մեջ բայց Չինաստանը այսօր 3000 կիլոմետրանոց ռակետով որ խփում են կամ այդ դրոններով դա պարսկական տեխնոլոգիա չի Այդ չիպերը Պարսկաստանում չեն արտադրում, ոչ էլ Ռուսաստանում են արտադրում, այսինքն Չինաստանը ունի այդ լծակը, իհարկե ունի, Ռուսաստանը ունի Պարսկաստանի վրա լծակ, իհարկե ունի, այդ երկու պետությունները ոնց կնայեն այս գագաթնաժողովին եւ ինչ կլինի։ Ուստի դուք առաջարկում եք չեղարկել գագաթնաժողովը։ Ես դա չեմ կարող առաջարկել, դա գագաթնաժողով չեղարկելը հարվածը յոքուտ այս իշխանության գնալու նրանք ունենալու են առիթ հետաձգել ընտրությունները, որպեսզի փորձեն ռեյտինգ բարձրացնել, քանի որ իրանց ռեյտինգը շատ ծանր է, իհարկե այս իշխանության համար ավելի լավ կլիներ մի հարված էլ ստանալ ապրիլի 24-ից առաջ, որպեսզի դա ամեն ռմբակոծության ժամանակ առաջին հերթին դու պետքա մասսայական հավաքները մոլեր այցելելը արգել ես, քանի որ եթե հանգարց միտեղ սխալ տեղ ընկնի այդ դրոնը կամ հրթիռը ավերվածությունների զոհերի քանակը քիչ լինի։ Հասկանում եք, այս իշխանության այս տարված քաղաքականությունով նրանց համար իդեալականը կլներ մի հատ էլ Եղեռնի օրվանից առաջ հարված ստանալ, հա,
որպեսզի կատարվեր Թուրքիայի ցանկությունը այդ հուշարձանի, բայց ես էլի եմ ասում, սա անձնական կարծիքն է եւ Ռուսաստանի մեթոդները իմանալով եւ Չինաստանի մեթոդները իմանալով նրանք Իրանի վրա ունեն լուրջ լծակ։ Եթե Չինաստանը այսօր չափահովի Պարսկաստանին տեխնոլոգիաներ, Պարսկաստանը այդ դրոնները չէր կարա թռցնի։ Բարի, շարունակենք։ Ես ասեմ, ես այն համոզմունքին եմ, որ պատերազմական վտանգ Հայաստանի առջև չկա։ Ես այն համոզմունքին եմ, որ այնուամենայնիվ թե իշխանությունը, թե տիտղոսային ընդդիմությունը, այսինքն Ղարաբաղյան կլանը, ուրեմն որ նախորդ 20 տարիների ընթացքում իշխել է եւ ուզում է վերականգնի իր դիրքերը, այսօր փաստորեն այս երկուսի միջև են փորձում ինչպես ուրեմն այսպես մտցնել այս երկուսի միջև պայքարի դաշտ ընտրությունների իմաստը, ինչը իհարկե չափազանց վտանգավոր է եւ արհեստականորեն դա արվում է, որովհետև այս երկու կողմերը, նախկինները եւ ներկայիս իշխանությունները կիսել են թե քաղաքական դաշտը, թե լրատվամիջոցները եւ փորձում են ըստ էության պահպանել ներկայիս ստատուս քվոն, ինչ որ ձևով, փոխելով գուցե հարաբերակցությունը, այսինքն ԿՊ-ականները ցանկանում են, որպեսզի էլ ավելի ընդգծվի այդ հարաբերակցությունը ներկայիս, որը իրենց օգտին է, եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հավակնում է սահմանադրական մեծամասնության ապագա խորհրդարանում, իսկ նախկինները, այսինքն տիտղոսային ընդդիմությունը, ուզում են փոխել հարաբերակցությունը իրենց օգտին, պահպանելով նույն դիսպոզիցիան, այսինքն նույն այդ սև սպիտակ դիսպոզիցիան, որ երրորդ ուժ չլինի, դրա համար իրանք ընդգծում են անընդհատ այդ բանը, որ ուրեմն ինչ ասում Ռոբերտ Քոչարյանը, ասում է, որ մեզ անհրաժեշտ է երաշխավոր, անվտանգության երաշխավոր, իսկ Նիկոլ Փաշինյանը հակաճառում է, որ մենք արդեն այդպիսի երաշխավոր ունենք, դա Թրամփի ուղին է, դա Արևմուտքն է, դա Միացյալ Նահանգներն է։ Պարոն Հովհաննիսյան, ինչու եք դուք, տեսեք, դուք Ղարաբաղյան կլան ասում եք Նիկոլ Փաշինյան եւ Ղարաբաղյան կլան։ Ենթադրում եմ, որ Ղարաբաղյան կլան ասելով դուք նկատի ունեք Քոչարյանի ուժը, ճիշտ է։ Դուք Քոչարյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան։ Ահա, այստեղ իմ հարցը Սամվել Կարապետյանին էր վերաբերում։ Դուք Սամվել Կարապետյանին վերագրում եք կամ տեղափոխում եք այդ Ղարաբաղյան կլան հասկացության մեջ, այդ դաշտ, գիտեք, ես Սամվել Կարապետյան եւ Ռոբերտ Քոչարյան դա մի քաղաքական ուժի, այսպես տրամաբանության մեջ եք դուք դիտարկում, ասելով Ղարաբաղյան կլան, կա ներկայիս իշխանություն եւ կա Ղարաբաղյան կլան։ Եկեք հստակեցնենք այդ պահը, որովհետեւ հետո արդեն հարցեր պետք է բարձրանան։ Գիտեք, ես ասեմ հետեւյալը, կա մի շատ լուրջ վտանգ, այնա, որ մենք փաստորեն կուլ ենք գնում այն մոտեցումների, որոնք փորձում են այս երկու ճամբարները փաթաթել հասարակության եւ ժողովրդի վզին։ Որոնք են դրանք։ Իրենք ուզում են ըստ էության երկուսն էլ ապացուցել հետեւյալը, որ եթե իրենք չկարողացան իրենց ցանկալի արդյունքին հասնել այս ընտրություններին, ապա Հայաստանը կհայտնվի պատերազմի մեջ։ Դուք ուրիշ հարց եք հիմա բարձրացնում։ Ես Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ ուրեմն ես էլ դրան գալիս եմ, մասնավորապես այսօր արդեն իսկ լսվում են ձայներ, որ տեղի է ունեցել շատ լուրջ իրավիճակ, երբ կուսակցությունները իրենց վրա են վերցրել այդ ուրեմն հնգյակի, կամ քարյակի գործող իշխանություն եւ այս
Վիշի լիգա։ Այս երեքը, որոնք իրենց հռչակել են, այո, բարձրագույն լիգա, այն մյուսներին համարելով մարգինալներ կամ աուտսայդերներ, որոնք ընդամենը մասնակցելու են առանց որևէ շանսի հաղթելու, այսպես են ուզում ներկայացնել իրավիճակը։ Հիմա պատկերացրեք, որ այս իրավիճակը շահեկանա եւ մեկին եւ մյուսին, այսինքն եւ այսօր տեսեք ինչա ստացվում, կուսակցությունները իրենց են վերապահում արդեն իսկ այդ բարձրագույն լիգայի մեջ մտած կուսակցությունները։ Այսպես ասած, որովհետեւ դա չի շահում դուք ընդունում եք, չէ՞։ Ես չեմ ընդունում, բայց ես նորից եմ ասում, բոլոր լրատվամիջոցները բաժանված են սրանց միջև, քաղաքական դաշտի դերակատարները, դրանցից մի զգալի մասը, եթե չասեմ ճնշող մեծամասնությունը, պրոքսիներ են, այս երկուսի պրոքսիներն են, եւ ըստ էության գիտակցաբար, բայց այսինքն սա մի իրավիճակ է, երբ մեր քաղաքական դաշտը ապականված է, Սերժ Սարգսյանը իր հմտություններով ապականել է քաղաքական դաշտը իր հաճախորդների ինստիտուտով, այդ մարդը հիմնադրել էր հաճախորդների ինստիտուտ, այդ ինստիտուտը Սերժ Սարգսյանը գնաց, այսպես ասած, կուլիսների հետև, բայց այդ ինստիտուտը մնաց եւ գործում է արդեն Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Եվ տեսեք, կուսակցությունը, խոսքը գնում է Սամվել Կարապետյանի կուսակցության մասին, այդ կուսակցությունը հայտարարում է, որ ինքը պայմանագիր է կնքել, մամուլի ասուլիս են անում, պայմանագիր է կնքել հետախուզական կառույցների, հետախուզական կառույցների, հոլանդական, իսրայելական, հունական, այսինքն կառույցների հետ պայմանագիր է կնքել, որ նրանք պետք է սպասարկեն իրենց ծրագրային դրույթները, սրանք պետք է սպասարկեն, այն ծրագրային դրույթները, որոնք վերաբերվում են անվտանգության խնդիրներին, իրանց եւ արվում է բացահայտ, բացի դրանից, հայտարարվում է, որ ուրեմն ձգտում են մտնել ազգային ժողով, որպեսզի փաստորեն իրականացնեն սահմանադրական հեղաշրջում, այսինքն փոխեն այն թեզերը, որոնք սահմանում են, պատկերացնում եք, եթե ենթադրենք Միացյալ Նահանգներում որևէ մեկը կասկածի տակ դներ այն թեզերը, որոնք սահմանում են նստակյացության ցենզ երկրի նախագահի տեխնատուի համար։ Հասկանում եք, նստակյացության ցենզը դա սրբության սրբոց է, դա երկրի անվտանգության երաշխավորման հիմքերից մեկն է, անվտանգության ցենզը եւ նստակյացության ցենզը, այն որ մարդը պետք է ծնված լինի այդ երկրում, պետք է վերջի տարիներին ապրած լինի այդ երկրում, այսինքն իմանա, այսինքն ապրի այդ երկրի, հիմա հասկանում եք, իրանց ընտանիքները ուղարկել են, հիմա ոչ միայն իրանց ընտանիքները ուղարկածները իրավունք կունենան մասնակցել եւ հավակնել պետական պաշտպան, այլ նաեւ նրանք, ովքեր իրանք գտնվում են այնտեղ, գտնվում են այլ երկրի քաղաքացիներ են, իրենց բիզնեսները այնտեղ են, իրենց ամեն ինչ այնտեղ է եւ այլն։ Սա Ալիևը, այդ թվում Ալիևը։ Ով ասես կարող է հավակնել ըստ էության, եթե դու հանում ես այդ ցենզերի դրույթը եւ դու հայտարարում ես, որ քո նպատակը ոչ թե ժողովրդի կյանքը բարելավելն է, ոչ թե այս երկիրը ոտի կանգնացնելն է, ոչ թե այս երկրի խնդիրները լուծելն է, այլ քո նպատակը, որպեսզի դու մտնես ազգային ժողով, այդտեղ մեծամասնություն ունենաս եւ իրականացնես սահմանադրական հեղաշրջում։ Նիկոլ Փաշինյանը նույնպես նույն ձևով, ասենք, ԿՊ-ն ասում է, մեր նպատակը սահմանադրական մեծամասնություն ունենանք, որպեսզի նույնպես սահմանադրական հեղաշրջում իրականացնենք, հանենք սահմանադրությունից հղումը անկախության հռչակագրին, այսինքն այս երկուսը, որոնք իրանց հայտարարել են հիմնական հավակնորդներ իշխանության, նույն նպատակն են հետապնդում իրականացնել սահմանադրական հեղաշրջում եւ դարձնել երկիրը խոցելի արտաքին քամիների առջև։ Հասկանում եք, հիմա տեսեք ինչ է կատարվում։ Մենք ասում ենք հետեւյալը, որ մեր երկիրը հայտնվել է արտաքին կառավարման դաշտում, արտաքին կառավարման տակ։ Այսօր մեր երկիրը արտաքին կառավարման տակ է։ Բայց եկեք ու տեսեք, որ
Իրան ընդդիմություն հռչակացներն են ուզում, էլ ավելի խորացնեն այդ արտաքին կառավարումը։ Արդեն իսկ այդ արտաքին կառավարումը հասնեն աբսուրդի, որ այդ արտաքին կառավարումը իրականացվի ոչ միայն իշխանության նկատմամբ, այլ իրականացվի նաև կուսակցությունների նկատմամբ, այսինքն նաև կուսակցությունները երկրի մտնեն արտաքին կառավարման դաշտ, ոչ միայն գործող իշխանությունը, ոչ միայն իշխող կուսակցություն, այլ նաև բոլոր կուսակցությունները, այդ ընդդիմադիր հայտնվեն արտաքին կառավարման դաշտում եւ երկիրը հայտնվի ցակարտի մեջ։ Հասկանում եք, այս վտանգն ենք մենք այսօր տեսնում։ Եվ եթե մենք այս վտանգը տեսնում ենք բնականաբար այստեղ անհրաժեշտ են ազգային նկարագրող մարդիկ, ովքեր մտահոգ են, այսինքն ովքեր իրենց արտաքին կապերը եւ շփումները պատրաստ են ենթարկելու երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Ես ինչու եմ սիրով համաձայնվել այս մեր քննարկմանը պարոն Արտակ Սարգսյանին, որտեղ ինքնից հետարքիր էր այն իր առաջարկությամբ, որը արել էր, այսինքն այս մարդը Սուդանում քրիստոնյաների պաշտպանելու մեծ փորձառություն ունի։ Սուդանը այնտեղ ուրեմն տարածքային բաժանում իրականացվեց քրիստոնյաների եւ ճիշտ եմ ասում, քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ, ինչու որովհետեւ այդ ուրեմն վարչատարածքային բաժանումը անհրաժեշտություն էր եւ պայմանավորված էր քրիստոնյաների կյանքը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Սա միանշանակ պայմանավորված էր դրանով եւ նույն հարցը դրվում էր, գիտեք, ես որ Մոսկվայի համալսարանում սովորում էի, այնտեղ կար Հրանտ եպիսկոպոսով մի անձնավորություն, որ Արցախի հարցով շատ է զբաղվել, շատ ավելի է զբաղվել, քան որևէ մեկը, ուրեմն մեր իրականության մեջ, պրոֆեսոր էր ինքը դաշտային Արցախից եւ ինքը միշտ նամակներ էր գրում քաղբյուրոյին, որ необходимо национальное территориальное размежевание для защиты физической безопасности людей։ Դա մինչև շարժումներ դեռ։ Այդ մարդը այս հարցերը ուսումնասիրել էր եւ իսկապես մենք տեսնում ենք, որ նման իրավիճակներում սուր, երբ որ քրիստոնյաների եւ մահմեդականների միջև առաջանում է այդպիսի սուր հակադրություն, միակ ելքը դա վարչատարածքային բաժանումն է, որը իրականացվել է Սուդանում այս մարդու ջանքերով, հասկանում եք, այս մարդը լուսնից չէր իջել, կոնկրետ կենսագրություն ուներ, եկել էր ասում էր հետեւյալը, ես դա տեսել եմ, ես դա գիտեմ, այնտեղ կան մարդիկ, ովքեր պատրաստ են գալու այստեղ պաշտպանելու, ոնց որ իգիլից գաղափարական նաև նկատառումներով, ոչ միայն փողի դիմաց, միշտ նման դեպքերում, երբ որ հարցը գնում է մահվան եւ կյանքի միջև, միայն փողի դիմաց չեն գնում, փողը հասկանալի է, պետք է որպեսզի այդ ընտանիքները ապահովված լինեն, իրենց ընտանիքները, իրանցից հետո, որտեղ իրանք գնում են մահապարտության, եւ բնականաբար այդ վարձկան կոչեցյալները իրականում միշտ նաեւ առաջնորդվում են գաղափարական որոշակի նկատառումներով եւ այդ քրիստոնյա ուրեմն փորձված մարտիկներին այս մարդը ուզում էր բերել այստեղ, որպեսզի մեր գործը հեշտանար, ինչի որովհետև իգիլից 2000 մարդ էր մասնակցում, 2000 բայևիկ էր մասնակցում, եւ դա Նարիշկինը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, դա փաստել էր իր հայտարարությամբ, դա արձանագրել էր, եւ այս պայմաններում գալիս է մերժում ստանում։ Դուք, ես ուզում եմ հարցնեմ, այդ մերժումը ինչ որ ձևով պատճառաբանվել է, որ 44 օրյայի մասին է խոսքը։ Չէ, չի մերժվել, ուղղակի կապերը կտրվեց եւ ազգային ժողովում մենք տեսանք, որ օրենքը ընդունվեց, որ քրեորեն պատժելի է, ոչ թե մերժեցին մեզ, այլ ու կապերը կտրվեց։ 2-3 օր այսօր վաղը ու հետո մենք տեսանք, որ ձև դավադիր օրենք, այսինքն օրենքը կար, իրանք վերահաստատեցին, որ Հայաստանում զինված այլ երկրի խմբավորումները արգելվում են քրեորեն պատժելի։ Ոչ միայն խմբավորումները, անհատի մակարդակով էլ։ Այո, մի խոսքով կապը կտրվեց, ուղղակի սկսեցին։ Բայց զենքը բաժանել են, չէ՞ մեր ժողովրդի մեջ։ Մենք չեն կարողանում հավաքել։ Բաժանել են, չէ՞, այսինքն մեր քաղաքացիները
կարող են նաև նրանք ովքեր զենքից օգտվելու հմտություններ չունեն կարող են ուրեմն պետք է գնան իսկ հասկանում եք Ռուսաստանը որ 140 միլիոնանոց երկիր է Հյուսիսային Կորեայի ուրեմն հնարավորություններից օգտվում է Հնդկաստանի, Նիգերիայի, արժևորում էր այդ Նիգերիա, Հնդկաստան, Հնդկաստան, այսինքն իսկ մեր փոքրաթիվ ազգը պետք է զերծվա մնար այդ հնարավորությունից օգտվելուց ինչու Դա երևի թելադրված սահմանափակում էր Ես հիմա եմ ուզում տամ պարոն Սարգսյան այդ ի վերջո վերջերս զոհված զինծառայողների մեր հերոսների ովքեր կրծքով պաշտպանում էին եւ փորձում էին դիմակայել մի իրավիճակում երբ որ 3 պետություն էր կանգնել այդ թվում միջուկային զենք ունեցող Պակիստանը Ադրբեջանի մեջքին իսկ Հայաստանը մնացել էր մենակ այս պայմաններում գնացին կռվեցին զոհվեցին այս ծնողները վերջերս հանրահավաք են արել կառավարության շենքի դիմաց պահանջելով որպեսզի հրապարակվեն այն հանձնաժողովի աշխատանքի նյութերը որը 2 տարի առաջ ստեղծվել էր եւ կոչված էր պատերազմական իրավիճակու պատերազմի 44 օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցածը վերհանել եւ ուրեմն ներկայացնել հրապարակել այո ինչու դա դրեցի գաղտնիության տակ եւ թաքցնում են ինչի իրավունքը չունեն մարդը զավակա դրել երկրի պետության զոհասեղանին եւ պատերազմի ավարտից հետո ուզում է տեսնել թե ի վերջո ինչ եղավ ինչ է եղել պատերազմի ընթացքում որ մենք ունեցել ենք 5000 զոհ եւ զրոյական արդյունքով հիմա նախ գամ նկատի ունեմ որևէ ունեցել ենք միայն կորուստ 5000-ը ճիշտ ասած 4000 ճիշտ թիվ չի բայց շարունակենք ես գամ այն հարցին զոհեր եւ բազմահազար ես գամ այն հարցին որ պարոն Հովհաննիսյանը ասաց որ պատերազմի ես չեմ ասում որ պատերազմի վտանգ կա ես ասում եմ հարվածների վտանգ կա եւ դա վտանգավոր է որ իշխանությանն է ձեռ է տալիս այդ վտանգները հիմա գանք այդ զոհերի քանակին պարոն Պուտինը առաջի օրվանից ասաց 10000 զոհ եւ այն հարցը որ մենք առաջարկել ենք միասնական բազա ստեղծեն եւ նրանք չեն ստեղծում դա վկայում է նրա մասին որ ասենք զոհերի քանակը շատ այսինքն զինկոմիսարիատը ուրիշ տվյալ ունի ԱԱԾ-ն ուրիշ ՆԳՆ-ն ուրիշ ՊՆ-ն ուրիշ եւ դրանք իրար հետ չեն կիսում եւ մենք որպեսզի ստեղծենք միասնական բազա մենք չունենք այդ մուտքը ասենք պետական կառույցներին որպեսզի ծնողները մտնեն գրանցվեն կամ մահվան վկայականով եւ մենք կարողանանք նույնականացնել այդ մահվան վկայականները մեզ այտենց մուտք չեն թողում պետական կառույցները եւ այդտեղ վտանգն կա որ այսպես կոչված ընդդիմությունը կարող է մտնել եւ կեղծ տվյալներ դնել որպեսզի վարկաբեկել իշխանությանը բայց մենք չկարողանանք նույնականացնել այդ տվյալները իշխանությունը բարձություն չի մտցնում փաստորեն երկու կողմից իշխանությունը ունի այդ ամբողջ համակարգը որպեսզի չի մտցնում որպեսզի զոհերի իրական քանակը անհետ կորածների իրական քանակը չբացահայտվի ես կարող եմ կասկածնել ունենամ որ անհետ կորածների թիվը շատ է քանի որ կան ծնողներ որ ԴՆԹ տեսնի մասին ոչ մի բան չգիտեն իրանց վարված մսի կտորներ են տվել կներեք այդ արտահայտության համար եւ մարդիկ տարեց խաղել են բայց միգուցե դա ադրբեջանցի են թաղել այդ մարդիկ հա ես հանդիպել եմ անհետ կորածների ծնողների հետ որ իրենց բերել են մասնուկներ են տվել եւ նրանք ատամի ԴՆԹ-ի տեստ են արել եւ հայտնաբերվել է որ դա իրենց երեխան չի հիմա գանք են ձեր հարցին որ ինչու ենք կարծում որ թե Սամվել Կարապետյան թե Քոչարյան դրանք նույն վիշապի տարբեր գլուխներ են հա ես բարձ ասեմ նախ գանք մարդկային կողմից երբ Սամվել Կարապետյանը դարձավ Սամվել Կարապետյան մարդը ներկա է եղել է հոկտեմբերի 27-ից հետո Սամվել Կարապետյանը դրանից առաջ
միջին կարգի բիզնեսմեն էր, ԱԱԾ-ի վարորդ էր, մի խոսքով իր անունով չէր, այդ ամբողջ ԱԱԾ-ի ղեկավարի անունով էր, մի խոսքով չանցնենք այդ անձնական դաշտը, հա, երբ դարձավ, երբ որ տեղի ունեցավ այդ պարլամենտի գնդակահարությունը, եկավ իշխանության Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը հանգարց դարձավ Սամվել Կարապետյանը, նա իր ուղով ծծով, ժողովրդի լեզվով ասած, պարտականը այս Քոչարյանին եւ այս վերջերս Newspress լրատվականը հրապարակել էր այդ հոլովակները, իրենց թվում է թե մոռանում են, հանում են, բայց ինտերնետը հիշողություն ունի, որ ոնց է Սամվել Կարապետյանը դրական խոսում Քոչարյանի մասին, հետո դրական խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, այսինքն այդ մարդը իր ամեն ինչով պարտական է, իրանց ծրագիրը Ռոբերտ Քոչարյանին դնեն նախագահ, իրանք մի քանի աթոռ վարչապետ, երկիրն է փոխեն նախագահական եւ վերջ այս ազգը գնա կորի։ Այս ազգը տեսել է այդ արդեն այդ օլիգարխները կան ինչ-որ իշխանության, հասկանում եք, դա նույն վիշապետ, նույն Ղարաբաղյան կլանն է։ Սամվել Կարապետյան չէր դառնա, եթե Քոչարյանը չլներ, հասկանում եք։ Նա կարող է սաղ կյանքը տենց։ Հա, դե մենք ասում ենք Քոչարյան, ենթադրում եք ձեր։ Ես նկատում եմ Ղարաբաղյան կլան հիմա Ծառուկյանն էլ այդ Ղարաբաղյան կլան, Ծառուկյանը ինչ պետք է լիներ։ Հասկանում եք, չի կարող այս ազգը ընդունել, որ այս օլիգարխները իրանց դնեն բարերարի տեղ, մի հատ էլ գան իշխանության, մի հատ էլ մեր օրենքները փոխեն։ Օբաման հազիվ դարձավ նախագահ, եթե նա Հավայիում ծնված չլիներ, որը որ համարվում է ամերիկյան, նրան ուզում էին մերժեն, քանի որ Կենիայի արմատներով էր, բայց քանի որ ծնվել էր Հավայիում, իսկ Հավային համարվում է ամերիկյան հող, հա, նրան թողեցին, լուրջ հարց էր դրված Օբամայի առաջ, որ նա չի կարող թեկնածու նույնիսկ դառնա, բայց քանի որ սահմանադրությունը թողում էր Հավային համարվում Ամերիկայի մաս, նրան թողեցին։ Հիմա այստեղ մարդիկ գալիս են, անենց օրենք են ուզում, անենց արկածախնդրության մեջ են մտած, որ վաղը Ալիևը ասելու է բոլորիցը շատ փող ունի, թե ինձնից, թե Սամվել Կարապետյանը, այս երկրի հողերի համար է հավակնություն ունի, ցույց տվեց, որ Արցախը ավելի լավ է զարգացնում, քան ստե այս կլանն էր զարգացնում այս քանի 30 տարվա մեջ, պակասի թողեք զարգացնեմ, ես ձեր երկիրն է սիրում եմ, ձեր հողն է սիրում եմ, ես ելնեմ ձեր երկրի ղեկավարը։ Ինչ պետք է անես, օրենքով թույլատրելի է։ Գովազդը փայտարամ եթերում, շնորհակալ եմ այս պահին, սիրելի հայրենակիցներ, գովազդը եթերում, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։
Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան էսա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, վանականին, ճգնավորին մի անձնոհուն, Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, Կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի Սուտանկերը մարդից կորած իրական և Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը և ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան և ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ և մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ։ Եվ այսպես գովազդից առաջ այդ հատվածը մեր հաղորդման հատվածում պարոն Հովհաննիսյանը ասաց, որ եւ Փաշինյանը եւ այդ ինչպես դուք ասում եք իրենց հռչակած Բարսագույն լիգա կամ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ մյուսները, որոնք եւ տիտղոսային ընդդիմություն կարելի ասել, բոլորը այդ դրանք, եթե անցնեն խորհրդարան, ապա անելու են սահմանադրական հեղափոխություն։ Ես ճիշտ եմ հիշում, ճիշտ եմ շարադրում։ Հեղաշրջում, սահմանադրական հեղաշրջում, շնորհակալություն, եւ եթե դուք նկատի ունեք, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրության մեջ փոփոխություն է մտցնելու եւ հանրակրվե լինելու սահմանադրության մեջ փոփոխությունների հետ կապված, մասնավորապես հռչակագրի հետ կապված այդ հատվածը, մյուսի մասին դեռևս չգիտենք, եւ դա Ալիևի պահանջն է, այսինքն այդ սահմանադրական հեղաշրջում, ինչպես դուք անվանում եք, դա արվելու է Ալիևի պահանջով, ապա մյուս թևի կողմից գործադրվող կամ իրագործվող այդ սահմանադրական հեղաշրջումը
ով է պահանջում իրենք, դա իրենց նախաձեռնությունն է։ Ով է կանգնած այդ հեղաշրջման հետևում։ Ես շատ կոնկրետ ասեմ, այստեղ պարզից էլ պարզ է, որ եթե հաշվի առնել այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը քանիցս ընդգծել է, որ Հայաստանում ապրող հայերի թիվը պակաս է, այսինքն Ռուսաստանում ապրող հայերի թիվը ավելի մեծ է, քան Հայաստանում ապրող հայերի թիվը, եւ սա անընդհատ ընդգծել է, ակնարկելով, որ Ռուսաստանում ապրող հայերը պետք է որ ավելի մեծ դերակատարություն ունենան Հայաստանի ներքաղաքական հարցերում, ճիշտ այդ հունով է գնում այս առաջարկությունը Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի առաջարկությունը կամ պնդումը, որ իրենք եթե գան իշխանության, եթե իրենք հաջողություն ունենան առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա փոխելու են սահմանադրությունը եւ դուռ են բացելու, որպեսզի Հայաստանում չապրող հայերը հնարավորություն ունենան պետական պաշտոններ զբաղեցնել։ Եվ սա հնարավորություն կտա, որպեսզի Ռուսաստանում ապրող հայերը Արա Աբրամյանի գլխավորությամբ հավակնեն եւ Մարգարիտ Սիմոնյանով, մյուսներով եւ այլն հավակնեն ամենաբարձր պետական պաշտոնների Հայաստանում։ Ես անհանգստանալներ եմ տալի պարզապես որպեսզի մարդիկ հասկանան, որ սա կարող են լինել շատ տարբեր մարդիկ կամ եւ մարդիկ, ովքեր իրենց ավելի շատ այլազգի են համարում, քան հայ, եւ մարդիկ, ովքեր ինչպես մեր ժողովրդի մեջ է ընդունված ասել կիսատ պրատ հայեր են եւ այլն, եւ մարդիկ, ովքեր կտրված են հայաստանյան իրականությունից եւ չեն էլ հետարքրվում այդ իրականության, այդ իրականության պարզապես շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը գոհ մնա Հայաստանի ղեկավարության քայլերից։ Սա է հասկանալի է, այն որ ասում են ռուսերեն «ежу понятно», որ սա շահերն է սպասարկում, այո, նրանց Սփյուռքում հայությունը վաղուց ի վեր է ասում, մենք գոնե ազգային ժողովում ընտրելու ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք պետք է ունենանք, հնարավորություն պետք է ունենանք, մենք պետք է ունենանք հնարավորություն քաղաքական գործընթացների վրա ինչ որ ազդելու։ Ես ինքս ունեմ ծրագիր եւ ես այդ ծրագրով կիսում եմ այսօր պարոն Սարգսյանի հետ երկպալատանի խորհրդարան, երկպալատանի իհարկե սահմանադրական դեռ 2007 թվականից ես առաջ եմ քաշել այդ երկպալատանի խորհրդարանի կառավարման ձևին անցնելու անհրաժեշտության հարցը եւ գտնում եմ, որ սա պետք է անպայման այս հարցը կարգավորվի, այո, Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան միս ու արուն հաղորդել իրենց երկքաղաքացիության կարգավիճակին, այսինքն այն Սփյուռքի մեր ներկայացուցիչները, որոնք երկքաղաքացիություն են ստանում, երկքաղաքացիություն են վերցնում, պետք է հնարավորություն ունենան ներազդելու հայաստանյան քաղաքական կյանքին, բայց շատ կոնկրետ շրջանակներում, սահմանադրական։ Դե հիմա այդ տարբերությունը ասեք, ինչու եք այս դեպքում ասում սա հեղաշրջում է սահմանադրական, իսկ այնտեղ ասում եք հա, երկպալատանին դա շատ լավ գաղափար է, կարելի է զարգացնել գաղափարը եւ իրականացնել։ Սա վերաբերվում է երկրի բարձրագույն պաշտոնները զբաղեցնելու Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը այդ ուղղությամբ կոնկրետ իրա հենց համար է կոչված ճանապարհ բացել, իսկ իմ ծրագիրը, որը 2007 թվականից ես առաջ եմ քաշում, նպատակամղված է այն բանին, որպեսզի բոլոր երկքաղաքացիները, ովքեր երկքաղաքացիների կարգավիճակ ունեն, երկքաղաքացի հնարավորություն ունենան մասնակցելու երկրի կառավարմանը հստակ ընդգրկված, հստակ որոշված, սահմանված շրջանակներում, այսինքն վերին պալատում ընտրվելու սենատոր, վերին պալատի անդամ, վերին պալատը
պետք է պատասխան պետք է ներկայացական բարձրագույն ներկայացական մարմին լինի, այսինքն Հայաստանը պետք է ներկայացնի համայն հայությունը եւ այդ իրավունք ունենա վերին պալատը ներկայացական իշխանություն, ներկայացական ուրեմն պալատ, իսկ ստորին պալատը օրենսդիր պալատ, այս ֆունկցիաները տարանջատվում են օրենսդիր պալատում երկքաղաքացիները չպետք է լինեն, բայց վերին պալատում, ներկայացական պալատում պետք է լինեն անպայման եւ վերահսկեն մասնավորապես այն օգնությունները, որոնք Հայաստանի տրամադրվում են Սփյուռքի կողմից։ Այս ֆունկցիան պետք է իրականացնել, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև որոշելու մեր դեսպանները ովքեր են լինելու, որովհետև մեծ հաշվով Սփյուռքը շատ հաճախ դժգոհ է այն դեսպաններից, որոնք, այսինքն այդ դեսպանների ընտրության հարցում պետք է մեծամասնական ընտրակարգով ձևավորված վերին պալատի անդամները, սենատորները կարողանան վճռորոշ դերակատարություն ունենան, այսինքն իշխանական ֆունկցիաների բաժանման խնդիրը մնում է կոնկրետ, իսկ այս մարդիկ ինչ են ասում, այս մարդիկ ասում են չէ, մենք պիտի սահմանադրական փոփոխություն իրականացնենք, որպեսզի երկրի նախագահը, երկրի ուրեմն վարչապետը, սա չէ, երկրի նախագահը եւ երկրի վարչապետը պետք է ցենց սահմանվի, դա Ամերիկայում կա եւ դա ճիշտ է, այսինքն այդ մարդիկ պետք է անպայման չլինի այնպես ինչպես եղավ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանը ուրեմն չունենալով իրավունք չունենալով իրավաբանական այո ցենց չունենալով այդ ցենզը բնակվելու Հայաստանում եւ փաստորեն չճանաչելով իրավիճակը ներսում ստանձնեց նախագահի պաշտոնը եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, այսինքն այ հիմա Սամվել Կարապետյանը ասում է մի փոքր խմբակ, այսինքն փոքրամասնությունը իշխում է մեծամասնության վրա, մի փոքր խմբակ, բայց այն ժամանակ մի փոքր խմբակ չէր, որ եկավ եւ Կարեն Դեմիրճյանի եւ մեր թիմի ճանապարհը փակեց 98 թվականին, այդ փոքր խմբակ չէր, բայց ինչ էր Մեր ժամանակը սպառվում է, բայց ես դեռ հարցեր ունեմ պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, շարունակում ենք այդ անվտանգության հետ կապված հարցերը, այսպեսի ընդհանուր ձևակերպումով հարցս ուղղեմ ձեզ, որ երկրի հետ ունեցած ռազմավարական գործընկերությունը այսօր Հայաստանին կապահովի աջակցություն, եթե հանկարծ ռազմի դաշտում, եթե հանկարծ Աստված վճարացե էլի այդպիսի իրավիճակ ստեղծվի։ Նախ ավելացնեմ պարոն Հովհաննիսյանի ասացին, որ մեր նախին նախագահան էլի նույն այդ 98 թվականի սկզբունքով Հայաստանի քաղաքացի չէր, բայց չգիտենք ինչի Նիկոլ Փաշինյանը ինչ-որ թուղթ տեսավ, ասեց այո, նա ճիշտ է, բայց վերջում մարդը փախավ Անգլիա, այնտեղից հրաժարական տվեց, հա։ Արմեն Սարգսյանի մասին է խոսքը։ Հիմա գանք որ երկրի, տեսեք, շատ հեռու չգնանք, սկսած Գորբաչովից մեր ազգը պետք է հասկանա, որ մենք ոչ մի բարաթի պետք է չհավատանք, հա, այդ Պեպոյի բարաթին։ Գորբաչովն էր Արցախի անվտանգության թուղթ ստորագրել, մյուսը, այսինքն առաջին հերթին դու պետք է հզորանաս։ Տեսեք Պարսկաստանը, չէ, հզորանում էր, այսօր կապ չունի, պայմանավորված պատերազմա թե ինչ է, բայց կարևորը որ ասիմետրիկ, մենք չունենք այդ, մերոնք, որ 3 միլիոնի դրոն էին առնում, մենք ասում ենք, չէ, 3 միլիոն հատ դրոն առեք, կամ թողեք այդ Արթուր Բաղդասարյանը, ինչ էր այդ անվտանգության խորհրդի քարտուղարը, հա, նամակագրությունները ունենք, երբ էինք այդ մարդուն ասում թողեք մեզ դրոնի եւ պայթուցիկի գործարան բացենք Հայաստանում, ասում ենք կռվի իմաստը փոխվել է, այս կռիվը մի հատ փոքր երեխեն ձեզ վերացնելու է, դուք ալգորիթմների դեմ եք կռվում։ Մարդիկ ասում են մեզ պետք չի, մեզ մերժել են։ Հետո Փաշինյանի ադմինիստրացիան մերժել, եկե ասել ենք թողեք այդ դրոնների գործարանը տարբեր տեղեր, ստորգետնյա պետք է, մենք ձեզանից գումար չենք ուզում, լիցենզիան տվեք,
արագացրած կարգով եւ թողեք աշխատանքներ կատարենք։ Այսինքն ռազմարտունաբերությունը Հայաստանում նախ էդ է ուզում նշել։ Իհարկե, Իսկ ստոր գետնյա անպայման պիցայանոց բացել, ձեզ թույլտվություն կտային։ Հա, բանել կդնեինք, ասեն ախորս հետդ վեկալ, որ քեզ զորտվող չլինի, հա։ Հա, մի խոսքով մենք ասել ենք մետրոյի օժանդակ կառույցներում պետք է արտադրվի, մենք ասել ենք ինչ ստոր գետնյա Իմիջիալից մի շատ հետաքրքիր բան ասեմ, մի երկրի հետախուզություն հայտնել էր Կենիայի հետախուզությանը, որ Ադրբեջանում այդ զինվորական խորհրդի ժամանակ այդ գեներալները մի քանի անգամ հեռուստատեսությամբ ես ասել էի ծրագիրը, գեներալներ հավաքվել են եւ ինձ ասել էին այս հայը խելոք բաներ ասում, վերցնեք, չէ, ավելի շատ ինֆորմացիա իմացեք իր ծրագրից, դե ես անվտանգության ծրագիրը 1000 էջից ավել է։ Հա, ու քանի որ այս հայ էին լսել, հետո իմ նկարն էին տեսել, հայտնել են Կենյան ինձ էր հայտնել, հա, ուզում ասեմ, տեսեք, ընդեղ են անգրագետ գեներալները, մերոնց պես, բայց ընդեղ գոնե իրանք չեն ժխտում։ Իրանք ասում են մենք անգրագետ ենք, բայց լավ բան կա, վերցնենք եւ անենք, հասկանում եք, իստեղ որ մենք ասում ենք, այդքան ապաստարաններ կա, որ վրան հիմա շինություններ ա, մենք ասել ենք, այդ ապաստարանները տվեք, որ մենք կառուցենք ՍՍՀ-ի ժամանակվա ապաստարաններ։ Հիմա մենք պետք է սկսենք մի ծրագիր, որ մեր մոտ չի աշխատում, պատերազմի ժամանակ ժողովուրդը չգիտի ուր գնա, հարգերի վրա չկա կպցրած այդ քարտեզը, եթե հանգարց լինի ռմբակոծություն, այդ խուճապը չլինի, մարդիկ ուր գնան, բոլոր նկուղները զբաղված են, համայնքատիրությունները պետք է այդ կողպեքները կոտրի, այդ մարդկանց անպետք իրերը շպրտի դուրս, հասկանում եք, դա մի շատ լուրջ խնդիր է այսօր։ Օրինակ Իսրայելում դա շատ կյանքեր է փրկում իրենց ապաստարանները հենց։ Իսրայելցիները համարում են, որ դա իրենց, այո, բոլոր նկուղները հոբի նման կարևոր գործոն է այդ ապաստարանները։ Տեսեք, ես էլ եմ ասում, հայ ժողովուրդը չպետք է հավատա ոչ մի թղթի, ոչ մի բարաթի, ասում եմ, սկսեք հեռու չգնանք Գորբաչովի, չգնանք ցարի ժամանակ, չգնանք Ռուսաստանն այսօր մեր դաշնակիցը, ինչ դաշնակից, ցարի ժամանակվանից Թուրքը Արաքս գետը չի անցել, այսօրվա Ռուսաստանը բերեց թուրքական շտաբը դրեց բանում, հա, այդ Արաքս գետի մյուս ափին, նույնիսկ ցարը, նույնիսկ կոմունիստները երբեք չէին թողել, որ թուրքական զինվորական շտաբը Արաքս գետից այն կողմ հայտնվեր, ով արեց, մեր դաշնակից Ռուսաստան արեց, այսինքն մեր ազգը պետք է սովորի այդ բարատներին չհավատալ, երաշխավորներին, այո, երաշխավորներին չհավատալ եւ կառուցել մի այնպիսի արտաքին քաղաքականություն, ինչպիսին Սինգապուրն է, լինել կամուրջ, այսօր մենք պետք է լինենք այդ առաջարկողը, որ Ամերիկա եւ Պարսկաստան բանակցությունները կատարվի Հայաստանում, այսօր մենք պետք է լինենք այն երկիրը, որ Ուկրաինա եւ Ռուսաստան բանակցությունները լինի Հայաստանը, ոչ թե Արաբական Միացյալ Էմիրությունները, որը ընդհանրապես շահագրգռված չէ այդ կոնֆլիկտի վերջանալուն, հակառակը շահագրգռված է, որ այդ կոնֆլիկտը երկարի, հասկանում եք, մենք կարանք այդ կառույցը լինենք, ամենտեղ համայնք ունենք, թե Ամերիկայում, թե Պարսկաստանում, սկզբից համայնքային բանակցություններ, հետո գաղտնի բանակցություններ, թե Իսրայելում ունենք, թե Պարսկաստանում, քանի անգամ առաջարկել ենք, տվեք այդ պլատֆորմը, կազմակերպեք ստեղ սկզբից համայնքային բանակցություններ, հետո ժողովրդական դիպլոմատիա, հետո կազմակերպեք գաղտնի բանակցություններ, հասկանում եք, չեն անում, որովհետև հայամետ իշխանություն չունենք, ժողովրդին համոզում են, որ պետք է հավատանք ինչ-որ բարատների, որ բարաթին մենք հավատանք, երբ որ Ռուսաստանը զենք էր ծախում Ադրբեջանին, նա զենք չէր ծախում, Ադրբեջանը հապկի մեջ չկար, ամեն երկրից կարար զենք առներ, նա կրակելու թույլատրություն էր ծախում Ադրբեջանին, հասկանում եք։ Ադրբեջանը քանի երկրից է զենք գնել, Ռուսաստանից կարար չգներ, բայց այդ զենքը երբ որ նա գնում էր կրակելու թույլատրություն, հասկանում եք։ Այսինքն ինձնից առել ես եւ կարող ես կրակել դրանով քեզ Քո տշնամու վրա, որը իմ գործակալն է։
Ես ասում եմ ոչ մի բարաթի մենք չպետք է հավատանք, այդ ոնց որ պարոն Հովհաննիսյանը ասաց երաշխավորներին չպետք է հավատանք, ոչ Թուրքիա, մենք պետք է դառնանք մի երկիր, որի վրա հարձակվելը ամոթ կլինի, ինչպես Շվեյցարիան է։ Եվ վտանգավոր։ Եվ վտանգավոր։ Նախանձում են, որ ունենք ցանցային հնարավորություններ, այսինքն սպյուրք, այդ բանը Պուտինը Անդրանիկ Միրանյանին ուղարկել էր Միացյալ Նահանգներ այնտեղ գրասենյակ էր բացել, որպեսզի նա կարողանա մեր ցանցային հնարավորություններից օգտվել, այսինքն համայնքի հնարավորություններից։ Մենք ունենք այդպիսի հնարավորություն եւ այսօր իշխանությանը հավակնող կուսակցությունը հրավիրում է ինչ որ հետախուզական կառույցներ եւ այլն։ Եղբայր դու ունես մի բան վտանգավոր եք համարում, դուք էլ եւս եք վտանգավոր համարում։ Նախ տեսեք, այդ կառույցը գոյություն ունի միջպետական, տեսեք, կռվող երկրներ, նույնիսկ Ռուսաստան, Ուկրաինա համագործակցում են այդ կառույցների մեջ, սկսած Ինտերպոլ, պետական են։ Այո, դրանք պետական պետության մենաշնորհն է։ Այո, դա պետությունից բացի ոչ ոք չպետք է կատարի, դա շատ վտանգավոր։ Ինչ է նշանակում դու երկրի մեջ հետախուզական, այսինքն շպիոնաժով ես զբաղվել, ասենք, եթե մենք լինենք այս երկրի եթե մենք լինենք այս երկրի ծառայությանը, հայ մենք կկանխեինք այդ հարցաքննություններ կլներ, քրեական վարույթներ կլներ, ինչ լրտեսական ցանց եք եկե մեր երկրի մեջ ստեղծում։ Ինտերպոլը կա, հակատերորիստական այդ ամեն պետությունները, ասում եմ, Ռուսաստան, Ուկրաինա իրար հետ համագործակցում են տերորիզմի, տեսեք, պատերազմող երկրներ են, աֆրիկյան պետությունները իրար հետ կռվում էին, բայց այդ ստրուկտուրաները սերտ համագործակցում էին Ալ-Շաբաբի դեմ կռվելու կամ այլ կազմակերպության դեմ կռվելու համար, հասկանում եք, դա եւ մյուսը ինչ որ ուզում եմ ասել, եթե այս մայիսյան հանդիպումը լինի, անպայման պետք է գերիների հարց այդտեղ հնչի եւ եթե լինի ես հաստատ գիտեմ որ եթե այն կառույցն է հավաքվում որը որ Ադրբեջանի դեմ դատական որոշումներ ունեն ապակ շրջափակման նրանք չեն կարող խուսափեն ես եւ նրանք այս հարցը բարձրացնելու են այ հիմա այստեղ ոնց անել որ ընդդիմությունը այնտեղ ներկա լինի իրական ընդդիմությունը մենք արդեն սկսել ենք հետաքրքրվել ոնց անենք որ ներկա լինենք եւ անպայման բարձրացվի այդ հայկական հարցը այնտեղ թե բարձրացվի 120,000-ից ավել արցախցիքի տեղահանումը, թե գենոցիդը, թե շրջափակումը, քանի որ ես հաստատ գիտեմ, որ այսօրվա իշխանությունը այդ հարցը չեն դնելու, բայց եվրոպացիք չեն կարա լուր մնան, քանի որ այդ որոշումները դատական որոշումներ, դատական ակտերը կարողացել է իրանց կողմից, հասկանում եք։ Ես հույս ունեմ, որ կկայանա այդ հանդիպումը մայիսին տեսնենք։ Ես կարծում եմ, որ իշխանությունները գործող, եթե հաշվի առնել իրենց հայտարարությունները, կտրուկ այդ գագաթաժողովը օգտագործելու են, որպեսզի վերջնականապես փակեն այդ վերադարձի հարց, ուրեմն Ղարաբաղյան պայքարի շարունակության հարց Այսինքն հակառակ այո միանշանակ հենց դա այդ գագաթաժողովը այդ նպատակն է իսկ դեպի Եվրամիության հայտ անդամակցության հայտ ներկայացնելը ճիշտ եք համարում սխալ եք համարում տեսեք Եվրոպային գնում հետո սկսեցինք Ամերիկա գնալ ըստ ումա մենք մեր տեղում պետք է մնանք Եվրոպան էլ մեր մոտ Եվրամիությունը դա վերջին հաշվով ֆինանսական մեծ պիրամիդա է, որը որ եթե չընդլայնվի փլվելու է, հասկանում եք, դա ասենք մեծ ֆինանսական պիրամիդա է, ինչքան մեծ է պետք Եվրոմիություն, այնքան էլ նրանց է պետք անընդհատ կլանել, հիմա եթե մեզ կտան վիզաների ազատայնություն, դա առաջին հերթին այսօրվա Հայաստանի համար ազգային անվտանգության հարցը կլինի մեծ դեմոգրաֆիկ արտահոսք իհարկե կլինի մեծ արտահոսք եկեք երկրում 400,000-ից ավել աղանդավոր կա մի նպատակ ունեն բոլորը որ վիզա ստանան գնան այլ երկիր նրանք ոչ թե ինչ-որ աղանդավոր են որ աղանդավոր են նրանց հիմնական նպատակը մտնում են աղանդի մեջ մեծ մասը որպեսզի ստանան Ամերիկայի կամ Գերմանիայի վիզա եւ երկրից բացակայեն եթե այսօր Ադրբեջանը այդքան խելոք լիներ կամ Թուրքիան մի ձև կաշառեին այդ
Ամերիկային եւ Եվրոպային, եթե այնտեղ կաշառելի լինեին, հա, բացային սահմանը մեր երկիրը ազգային անվտանգության հարց էին ունենալ, դեմոգրաֆիան։ Ես հիմա չէի ուզենա, պարոն Հովհաննիսյան, արդեն ժամանակ։ Ինձ թվում է, որ այս երկու ճամբարները, որ իրենց հայտարարում են, միակ հավակնորդներ իշխանությունը մի դեպքում պահելու, մյուս դեպքում վերանվաճելու, երկուսն էլ փորձում են կարևորել այս հարցերը, պատերազմի վտանգ, երկուսն էլ թմբկահարում են, երաշխավորի անհրաժեշտություն, Արցախահայության վերադարձի հարց, Արցախի թեմա, եւ նոր են շարունակեն, այո, եւ որպեսզի շարունակեն նույն այն ընթացքը, որը եղել է տասնամյակներ շարունակ, եւ փաստորեն ձեռքեն գոնե այսօր, հասկանում եք այսօր, գոնե այս ընտրությունները պետք է նվիրված լինեն Հայաստանին։ Այո, սա Արցախի ընտրություն է, Հայաստանակենտրոն ընտրություն պետք է լինի, Հայաստանակենտրոն։ Ոչ թե անվանումները վերցնեն Հայաստան։ Դե որ այդքան Հայաստանը սիրում է իր Հայաստան բրենդը, ինչու է Մոսկվայում մեծ դահլիճներ հավաքում, ճակատին էլ գրում Տաշիր։ Գրեիր Հայաստան։ Քո համար Տաշիրը ավելի էր կարևորվում, քան Հայաստանը, այդ բերում էր նստացնում էր երկրի ղեկավարությանը Տաշիր։ Ինչ արեցին, ազգը ծվատեցին, բաժան արեցին, Նիկապարան, Տաշիր եւ այլն, սա է եղել 30 տարի եւ այս ընթացքը ուզում են շարունակեն, բայց տեսնում են, որ ժողովուրդը հակադրվել է, ժողովուրդը հասկացել է, որ սա չի կարելի այսպես։ Դու ինչ ես վերանվանում Տաշիր արենա Երևանյան կրկեսը։ Երևանյան կրկեսը դա Երևանյան կրկեսն է։ Մենք մանկուց դա գիտեինք, որպես Երևանյան կրկես։ Տաշիր արենայի ուզում սարքեիր, վերցնեիր մի ուրիշ տեղ սարքեիր։ Եղած ինչի քանդեցիր, տեղում Տաշիր արենա, բայց Երևանյան կրկեսը ուր է։ Երևանյան կրկեսը ուր է։ Մոսկվայում սարքեցին նոր կրկեսի շենք, սարքեցին նոր այն Վարաբյովի գորու այնտեղ։ Նոր կրկես, բայց հինը պահպանեցին, Նիկոլինի արձանն էլ դրեցին դիմացը։ Ինչու, որովհետև չի կարելի այդ տրամաբանությամբ գալ եւ Երևանին տիրել։ Այս երևանցիները արդեն զզվել են այս տարածաշրջանային մաֆիաներից, Տաշիր, Նիկապարան, այն աղվանի մաֆիաներ, էլի եւ սա մի հատ ցեցավոր գցեցին մեր ժողովրդի մեջ։ Եվ հիմա զարմանում են, ինչու են խոսում Ղարաբաղյան կլանի մասին։ Ոչ միայն Ղարաբաղյան կլանի, Տաշիրյան կլանի մասին ենք խոսում, Նիկապարյանյան կլանի մասին ենք խոսում։ Ինչու, որովհետև ծվատեցին այդ ժողովրդին, ազգային միասնությունը խաթարեցին, 30 տարի է խաթարում են։ Թողեք այս ընտրությունները լինեն Հայաստանի նվիրված իրենց էությամբ, իրենց բովանդակությամբ։ Ուժեղ լինեն այն կուսակցությունները։ Հիմա տեսեք, մի քանի արցախցի ինքեր անցած մեր հաղորդմանը լավ չէին ընկալել եւ ասում են, ինչ ես ասում արցախցի անօթևաններ չկան։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք մեծացել ենք, ես ինչ հիշում եմ Ռուբեն Մաթևոսյանի երգը, որը լինես իմ բարեկամ, դու նրա հետ ընկերացիր, վատ ընկերոջ համար անգամ կյանքը կտա Ղարաբաղցին, հա։ Եվ 80-ականներին, որ մեր ազգը գնում էր Ազգերի համար կյանքը տվեցին։ Հա, Արցախ կռվում էր, չէ, այդտենց անկեղծ գնում էին, բայց այս կլանը անենց սարքեց, որ ատելություն եղավ։ Այսօր հիմա Նիկոլ Փաշինյանը սկսեց եւ Ռոբերտ Քոչարյանը սկսեց էլի Արցախը ներս բերել, որպեսզի ժողովուրդը հիասթափվի եւ չգնա ընտրությունների։ Հենց այս հիմա Արցախը, այս Քարոզ Արշավի ժամանակ սկսելը Արցախի անունը սկսել տալ, այդ ինչի չէին տալիս Արցախի անունը։ Արցախը չկա, Արցախը թողեցին անտեր։ Այո։ Թողեցին անտեր, եկան այստեղ, որպեսզի Արցախի թեմայով ընտրություններ անցկացնեն։ Ուրեմն դա անհեթեթություն է։ Արցախը Հայաստանի մարզ էր, Հայաստանի մարզա, եւ սա Արցախի ընտրություն չի, եւ 30 տարի Հայաստանը կառավարվել է Արցախից, հայերը պետքա, հայ ժողովուրդը պետքա հասկանա, որ Հայաստանից Արցախը չպետք է կառավարվի, պետք է ընտրություններ եւ ամենակարևորը ուժեղ ազգային ժողովն է, որ օրենսդիրը ավելի ուժեղ լինի, քան թե գործադիրը, որ գործադիրը հաշվետու լինի։ Մենք պետք է հասկանանք, որ այս նստած աթոռներ են, անենց խայտարակությանը հասե, Գայանե ջան, պարոն Հովհաննիսյան, անենց ես կուսակցության, ասենք ծանոթներ ունենք, որ կուսակցություններ ունեն,
նստում են, իրանց քննարկում են, մեկը ասում է, դե սա իմ ընկերը կանցնի, մենք սրանց ցույց կտանք, այսինքն վրեժով են ուզում գան, նրանք այնքան նսեմացած են, հեսա կտենակ ինչ կանենք, մեկը ասում է, ես ապագա գրզոն եմ այս իշխանության ժամանակ, հասկանում եք, տեսեք կուսակցությունները, ով ուզում է գա իշխանության, ով ուզում է մտնի ընտրության, վրեժով լցված, հեսա մենք կգանք իշխանության, կտենակ ինչ ենք սարքելու, հա, որոնք բարձրաձայն են ասում, օրերն են հաշում այդ countdown-ը սկսել են, ասում են, մյուսները ասում են, ես այս ընկերես անցնում է, ես գրզոն եմ դառնում, այդ այնց դեգրադացված հասարակություն, դեգրադացված կուսակցությունները արկածախնդրությամբ մտնում են այս պայքարի մեջ, որպեսզի ինչ-որ փոփոխություն, այս ազգը փոփոխություն չի ունենալու, եթե այդպես շարունակվեց, հենց այդ ձեր ասած Տաշիր խումբը օրա հաշվում, որ կգանք ցույց կտանք, այ մարդ դու ինչ պետք է ցույց տաս, ինչը չենք տեսել, որ պետք է դու գաս ցույց տաս, Ցույց տվեցին, հա, տեսել ենք ամեն ինչը պետք է, այ ժողովուրդը ձեզ հիմա պետք է ցույց տա, այ հիմա այս ժողովուրդը պետք է դրանց ցույց տա, որ դրանք ընդհանրապես էլ քաղաքականության մասին չխոսա։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, մենք շարունակենք զրույցը այլ օր եւ այլ թեմաներով, որովհետեւ եւ այս թեման դեռ սպառված չէ, անվտանգության թեման, առավել եւս եթե դուք ասում եք 1000 էջանոց է ձեր այդ բաժինը, անվտանգությանը վերաբերող բաժինը։ Կշարունակենք մեր զրույցը, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի հետ ենք զրուցում եւ Քոչարի կուսակցության նախագահ պարոն Արտակ Սարգսյանի զրույցը վարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։